Հարգելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, ընկերներ, գործընկերներ, ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո ոչ միայն փորձում եմ ձևավորել իմ աշխատանքային գործունեության նոր ավանդույթներ, այլ նաև վերագնահատել եւ վերադարձնել մեր հին շփման ձևաչափերը, այդ թվում լայվ ձևաչափով ձեզ տեղեկացնելու իմ պարտավորությունը եւ ցանկությունը Նիկոլ Փաշինյանի արտաքին եւ ներքին քաղաքական անցուդարձի շարժերի ելույթների մասին, ուստի համարենք, որ վերադառնում ենք նաեւ այս ձևաչափով ձեզ հետ շփման եւ այսօրվա առիթը, ինչպես վերնագրել եմ այս լայվը, Բրյուսելը Նիկոլում, որտեղ են ամես գցում։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Global Gateway 2025 ֆորումին, այդ ֆորումը կազմակերպված է Եվրոպական հանձնաժողովի կողմից, երկու բառ այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում Global Gateway ծրագիրը եւ ինչի մասին է ֆորումը, որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է իրականում խոսել Նիկոլ Փաշինյանը, ինչ հերթական ցնդաբանությունների, ստերի, դատարկամտությունների դոզան նա սրսկեց այսօր տեղեկատվական դաշտ, ուստի նախապես այս վակցինան, այս անտիդոտը խնդրում եմ ընդունեք Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու եւ հետո պետական պրոպագանդիստների ուղեղ լվալու մեքենային չենթարկվելու համար։ Եվ այդպես Global Gateway ծրագիրը Եվրոպական միության կողմից մեգա նախագիծ է, որի նպատակն է տարբեր մայրցամաքներում իրականացնել եվրոպական ֆինանսավորմամբ լոգիստիկ ծրագրեր, որոնք կոմունիկացիոն, ճանապարհային, թվային, էներգետիկ նշանակություն ունեն եւ նաեւ եվրոպական տնտեսական շահերի առաջ մղման գործիք են։ Այս մեգա ծրագիրը ստեղծվել է ի պատասխան չինական մեկ ճանապարհ, մեկ գոտի One Road and Belt ծրագրին։ Գիտեք, Չինաստանը ունի իր մեգա պրոյեկտը, որ իրականացնում է Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ այլն, էլի լոգիստիկ պրոյեկտ է, եվրոպացիները մի քիչ ուշացումով, բայց ժամանակին մի քանի տարի առաջ առաջարկեցին իրենց սեփական պրոյեկտը, 2023 թվականին եղավ այդ Global Gateway ծրագրի ներկայացումը եւ առաջին ֆորումը։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթ ունեցավ այդ ֆորումի ընթացքում եւ մի քանի հարցերին կուզենամ անդրադառնալ, որպեսզի հասկանանք, թե որտեղ են ամես խափում եւ որտեղ է խափում եվրոպացիներին։ Առհասարակ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական բրենդը, գիտենք, հակառուսականությունն է առաջի բրենդը եւ երկրորդը դա խաղաղության խաչմերուկ անվան տակ վաճառվող Սյունիքն է, փաստացի, եթե չասեմ ամբողջական Հայաստանը։ Եվ այս տեսակետից ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Եվրոպական միությունը Հայաստանում Global Gateway ծրագրի շրջանակներում իրականացնում է հետևյալ 3 պրոյեկտները, որոնց մասին իրենց պաշտոնական կայքում զետեղված է։ Պրոյեկտ համար առաջին Սիսիան-Քաջարան ճանապարհ, որը լինելու է Սիսարավ Միջանցքի մի մասը, 70 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհի կառուցում, ներառյալ Բարգուշատ թունել 86 կիլոմետր եւ այլն։ Երկրորդ ծրագիրը Սյունիքում ուրեմն լոգիստիկ եւ մաքսային նոր կենտրոնի կառուցումն է, ազատ տնտեսական գոտի կենտրոն եւ երրորդ ծրագիրը Երևանում մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն է։ Այսինքն Եվրոպական միության ծրագրի շրջանակներում այս Global Gateway նախագծով իրականացվում են 3 պրոյեկտներ։ Դեպ սրա մասին մի քիչ ավելի մանրամասն հիմա պատմեմ։ Այս 3 պրոյեկտի մասին է խոսքը գնում եւ եվրոպական տարբեր բարձրաստիճան չինովնիկներ, վերջերս նաեւ Եվրոընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, մինչ այդ Ուրսուլա վան դեր Լեյենը, մինչ այդ էլ նախկին ղեկավար Շարլ Միշելը ասում են մեծ ներդրումային ծրագրերի մասին, 2.6 միլիարդ էին խոստանում 4 տարի առաջ, հետո դա դարձավ 2.5 միլիարդ ընդհանրապես, այսինքն իջավ գումարը, ոչ թե գումարվեց նախկին խոստումանը։ Եվ խոսքը գնում է այն մասին, որ այս հիմնական ծրագրերի վրա էլ գնալու եվրոպական ֆինանսական ներդրումները։
Ինչպես տեսակ, Երևանում լոգիստիկ կենտրոն, Սյունիքում եւ հյուսիս-հարավի 70 կիլոմետրանոց ճանապարհի հատված որևէ առնչություն եվրոպական այս ծրագրերը չունեն Նիկոլ Փաշինյանի կողմից գովերքված Վաշինգտոնյան, այսպես ասած, տրիպուղու կամ տրամպուղու ավելի ճիշտ, եկեք կոչենք դա տրամպուղի, չկրկնենք բնականաբար ադրբեջանական նարատիվը, հասկանանք, որ ադրբեջանական նարատիվը Զանգեզուրի միջանցք հանդուրժվում է իրականում եւ տեղ է գտել միջազգային խոսույթում Նիկոլ Փաշինյանի պատճառով, բայց մենք օգտագործենք տրամպուղի։ Ինքն տրամպուղու հետ կապված որևէ ենթակառուցվածքային ներդրումային հեռանկար Եվրոպական միությունը այս ծրագրով չունի։ Հետևաբար հարց. Եթե տրամպուղին այդքան լավ բան է եւ այդքան մեծ ֆինանսական բարգավաճային հեռանկարներ ունի մարդկանց համար, տնտեսության համար, այդքան կարեւոր է բուն եվրոպական տնտեսության համար, ոչ թե միայն թուրքալեզու պետությունների եւ հատկապես Թուրքիայի համար, ինչու եվրոպական ներդրումներ այս ուղղությամբ չեն բանակցվել եւ եվրոպական պաշտոնական ծրագրերի մեջ կա հյուսիս-հարավ Սյունիք-Քաջարյան հատված եւ Սիսիան-Քաջարյան հատված եւ չկա, այսպես ասած, տրամպուղու հետ կապված որևէ ներդրումային խոստում։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի մեջ հմտորեն շրջանցեց այդ փաստը, որ եվրոպական ծրագրերը Հայաստանում այդ Global Gateway նախագծի շրջանակներում իրականացվում են առանձին, այսպես կոչված իր տրամպուղու Վաշինգտոնյան ձեռքբերումից ճակերտավոր եւ նա նաեւ խուսափեց խոսել այն մասին, թե Եվրոպական միությունը ինչքան գումար է իրականում արդեն ներդնել Հայաստանում։ Իդեպ այստեղ եւս մեկ խնդրանք մեր լրագրող գործընկերներին, խնդրում եմ դիմեք Հայաստանի ֆինանսների նախարարություն, նորից դիմեք, գիտեմ ձեզանից ոմանք դիմել են եւ Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչություն պահանջելու համար, խնդրելու համար, հայցելու համար, նայածուն ոնց տեղեկատվությունը, թե այդ խոստացած 2.5 միլիարդ եվրոից այս պայդերությամբ ծրագիր առ ծրագիր ինչքան փող է իրականում ներդրվել Հայաստանում։ Այդ եվրոպական խոստացած 2021 թվականին 26 միլիարդ, 2025 թվականին 2.5 միլիարդ, դա նույն փողն է, պարզապես պակասեցրել են, բայց քանի որ կարծում են, որ հայ ժողովուրդը լոխ է, կներեք, այդ գումարները պարբերաբար կրկնելով տպավորություն է ստեղծում, որ պլյուս այդ գումարը միասին է, իրականում այդ գումարը միասին չի։ Եվ ամենամեծ հարցը հիմա այս ուղղությամբ հետևյալն է, որտեղ են այդ ներդրումները, որքանով են այդ գումարները ներդրված, ինչպես են ընթանում այդ ծրագրերը Global Gateway մեգա նախագծի շրջանակներում Հայաստանին վերաբերող ծրագրերը ոնց են ընթանում։ Սրա մասին Նիկոլ Փաշինյանը ասաց 0 խոսք։ Եվ մենք որպես հայ հասարակություն տեղյակ չենք, թե այդ եվրոպական միջոցների որ տոկոսն է այլևս ներդրվել եւ ինչպես են ընթանում այդ մեգա նախագծերը։ Ես դες հավաստիացնում եմ իմ փորձից ելնելով, որ այդ ծրագրերը թեր կատարվում են, ինչպես ամեն ինչ կապված է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչպես թեր կատարվում է ՍԵՊԱ-ն, ինչպես թեր կատարվում են բազմաթիվ այլ կարևոր բարեփոխումային կամ ներդրումային ծրագրեր։ Ոստի կասկած չունեմ, որ կամ ձեզ ցրելու են հարգելի լրագրողներ Ֆիննախից կամ Եվրոպական դեսպանատնից, կամ էլ եթե տան իրական թվերը դուք ինքներդ կտեսնեք, թե ինչ խայտառակ վիճակ է այդ 2.5 միլիարդանոց խոստացված ներդրումային փաթեթից։ Իդեպ, սա էլ ուզում եմ անպայման իմանաք, որ այդ 2.5 միլիարդանոց փաթեթի մեջ դա նվեր չի, մաքսիմում ինչ որ լինելու է գրանտային միջոցների տեսքով, որպես դրամաշնոր, այսինքն անհատույց փող, դա մոտ 200-250 միլիոն եվրո է։ Մնացած գումարը 2 միլիարդից ավել գումարը, որ խոստանում են ներդնել, լինելու է, այո, ճիշտ կրայեցիք, արտաքին պարտքի հաշվին։ Դա լինելու են վարկեր կամ եվրոպական գարանտիաներով մասնավոր բանկերից վարկեր, այսինքն ֆինանսական գործիքները, որպեսզի լավ հասկանաք, գուցե ինֆորմացիան ծանրաբեռնում եմ ձեզ տեղեկատվական առումով, բայց ուզում եմ բացատրեմ, որպեսզի լավ հասկանաք ինչ է կատարվում իրականում, եվրոպական գումարները գալիս են կամ դրամաշնորհների տեսքով գրանտեր, այս դեպքում 10%-ից ավել դա չի լինելու, մնացած հսկայական 90%-ը լինելու են կան ուղիղ վարկեր եվրոպական
միության տարբեր ֆինանսական ինստիտուտներից կամ եվրոպական գարանտիաներով վարկեր մասնավոր բանկերից։ Այսինքն այդ ամենը լինելու է վարկ, պարտք եւ մնալու է կներեք մեր պարանոցին, մեր վզին որպես արտաքին պարտքի հետահերթական աճ, որը իրականում չի բերելու, արդեն բոլորս գիտենք, որ Նիկոլը ունակ չի որևէ կոնստրուկտիվ կառուցողական ինստիտուցիոնալ փոփոխության, որ բերելու է արտաքին պարտքի աճի եւ մնալու է մեր վզին։ Դրա համար այս փողերի մասին հաշվետվություն պահանջելը ոչ թե մովետոն է, տիպը մեզ նվեր են տալիս, մենք դեռ անուն ենք կպցնում, չէ, բացարձակ, սա մեր երեխաների, մեր թոռների մասին մտածելու մտահոգություն է, թե ոնց ենք մեր այսօրվա իշխանությունները մեր երեխաների ապագայի հաշվին հսկայական անարդյուն պարտքեր վերցնում, անարդյունավետ ծախսանում, կայֆավա տնում իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով, իսկ դրա գումարը վճարելու է ժողովուրդը։ Հաջորդը, ֆիքսեցինք, Նիկոլը գնաց Բրյուսել, կոնկրետ ծրագրի նվիրված այդ Global Gateway մեգա ծրագրին նվիրված ֆորումին ելույթ ունեցավ, որ չխոսեց ոչ մի խոսք, թե այդ ծրագրով կոնկրետ Հայաստանում իրականացվող ուղղությունները, նախագծերը ինչ փուլում են, ինչքան գոհացում, ոչ զերո պրակտիկ ինֆորմացիա, տվյալի առումով ասելիք չունի վստահեն։ Երկրորդը, նա խոսում էր կրկին խաղաղության մասին ճակերտավոր, որպես կայացած փաստ, անգամ օգտագործվեց established peace ձևակերպումը, համապատասխան թարգմանությամբ եւ այստեղ ակնհայտ է, որ նա եւս խափում է, որովհետեւ մեր տարածաշրջանում եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ չկա կայացած խաղաղություն, established peace, կա խաղաղության անվան տակ վաճառվող մուլյաժ, խաղաղության մուլյաժ, որը ընդամենը, այսպես ասենք, Ալիևի այս պայդրությամբ չակերտավոր բարի կամքի դրսևորում է, ինչը հետևանք է Նիկոլի տված խոստումներին, այսպես ասած, Նիկոլը բանախոստաց է, Ալիևը չի կրակում, անունը դրել են խաղաղություն, նախաստորագրել են մի թղթի կտոր, որի մասին անգամ Ադրբեջանն ու Թուրքիան վերջերս կայացած թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին անգամ բառ չեն ավելացրել այդ եզրափակիչ փաստաթղթում, այդ մասին ես գրել եմ այսօրին Facebook-ում, վերլուծել եմ, ում հետաքրքիր է, խնդրում եմ վիդեոից լայվից հետո մտեք տակի պոստը եւ կարդացեք ինչի մասին է խոսքը, այսինքն Ադրբեջանին եւ Թուրքիային ընդամենը Սյունիքն է պետք եւ դա 100%-անոց ճշմարտություն է, խաղաղություն չկա եւ Նիկոլի օրոք չի լինելու։ Հաջորդը Նիկոլ Փաշինյանը, այսինքն խափեց նորից, որ կա established peace կամ այսպես ասած խաղաղություն են իրենք արդեն հաստատված խաղաղություն, խնդալու է։ Մյուս սուտը այն էր, որ այսինքն կեղծիքը եւ մանիպուլյացիան այն էր, որ նա խոսում էր Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունների մասին, որ այդքան կներեք, այնց գովազդվում է, ուրճեցվում է Հայաստանում, վաճառում են որպես եվրոպական հեռանկար, եվրոպական միության եւ այլն։ Իդեպ այս հարցով, եթե մոտ օրերին որևէ լրատվամիջոց ինձ հրավիրի տաղավար, խնդրում եմ, որ ինձ անպայման հարցրեք Բարսելոնա կատարած ԵԺԿ-ի գործունեության շրջանակներում իմ աշխատանքային այցի մասին, որոշ տվյալներ ես դες կպատմեմ, ինչ է կատարվում իրականում, ինչև է։ Նիկոլ ասում է, աննախադեպ են հայ-եվրոպական հարաբերությունները ու զերո բառ է ասում այն մասին, որ Հայաստանը ուզում է միանալ Եվրոպական միությանը, այսինքն այն խոսույթը, որ նա Հայաստանի ներսում ծախում է հայ ժողովրդի վրա որպես Հայաստանի եվրոպական հեռանկար, այդ լապշաները, մակարոնները, այդ ֆուզիլիները եւ իտալական խմորից պատրաստված այլ գեղեցիկ մակարոնեղենը կախում է մեր ականջներին, դրսում դրա մասին չի խոսում։ Հարց կառաջանա, թե ինչու։ Ասեմ ինչու չի խոսում, որովհետև դրսում այդ խոսույթը ոչ միայն պոպուլյար չէ, ոչ միայն անլուրջ է, այլ նաև վնասակար հենց Եվրոպական միության համար։ Ինչու։ Եվրոպական միության քաղաքացիները, անդամ երկրների քաղաքացիները, իրանց մեծամասնությամբ դեմ են Եվրոպական միության ընդլայնմանը, առհասարակ, էնել նման մուխանատ տարածաշրջան, ինչպիսին Հարավային Կովկասն է, էնել հատկապես Հայաստանի պարագայում։
Եվրոպական պոլիտիկները, քաղաքական գործիչները սիրում են գալ Հայաստան լոլոներ կարդալ ձեր եւ մեր ընդհանուր եվրոպական ապագայի երազախախության մասին, այնինչ իրականում իրենց երկրներում դա ասել չեն կարող կամ թաքցնում են, ինչու, որովհետև իրենց ընտրողները Բրյուսելում, Մադրիդում, Բերլինում, Փարիզում, Աթենքում, Վարշավայում, Սոֆիայում ամենուր դեմ են այդ ընդլայնմանը եւ այն քաղաքական ուժերը, որոնք դրա մասին կխոսեն Եվրոպայում, կկորցնեն ձայներ։ Եվրոպացիք շատ լավ իմանալով, որ իրենց ընտրողները երբեք կողմ չեն լինելու Հարավային Կովկասի, այն էլ Հայաստանի հետագա անդամակցությանը, այն ընտրողները, որոնք դեմ են հատկապես այս պայդրությամբ Ուկրաինայի անդամակցությանը, նույն Բալկաններում հեռանկարներ ունեցող այդ 6-7 անդամության հայտնված երկրներից 1-2-ը կարող են ունենալ հեռանկարներ, եվրոպացիք դեմ են, Եվրոպական միությունը դա լավ գիտի, իր սահմանում նման հեքիաթ պատմել չի կարող, որովհետև կարող է հենց հաջորդ օրը դմփստեն այդ կառավարություններին, ինչպես լինում է Ֆրանսիայում եւ այլն, անվստահության քվեարկությամբ կամ քաղաքական ճգնաժամով, բայց մեր նման Չ-կլաս երկրներում, կներեք այդ բառից համար, բայց դա փաստ է, այս պայդրությամբ նրանք այդ հեքիաթը գալի ծախում են։ Դրա համար Նիկոլը վարվեց նույն ձև Հայաստանում վաճառում է եվրոպական երազանքը, իսկ դրսում դրա մասին ռիսկ չի անի խոսալ, որովհետև մի բանով կտան գլխին առնվազն, որովհետև եթե նա դրա մասին խոսա Բրյուսելում, ապա եվրոպական ընտրողները կեթան կբռնեն իրանց եվրոկոմիսարների փողկապներից, կասեն տղերք, մադամներ, մեսիաներ, դուք մեզ խաբում եք, մենք դեմ ենք Եվրոպական միության ընդլայնմանը դեպի Հարավային Կովկաս։ Դուք ընտրություններին նման բան չեք խոստացել, ձեր ծրագիրը եւ գործունեությունը չի համապատասխանում իրար։ Իսկ դա Եվրոպայում լուրջ չէ ՊԵ-ի տարբերություն Հայաստանի, որտեղ Նիկոլը 21 թվականին հաստատել է մի ծրագիր, իրականացրել է ճիշտ հակառակը եւ առ այսօր իշխանության է։ Եվս մեկ խաբեություն եւ մանիպուլյացիա Նիկոլի կողմից, որ Բրյուսելում նա խոսում է այլ բառապաշարով եվրոպական հեռանկարի մասին, իսկ Հայաստանում բոլորովին այլ։ Եվ ճիշտը բնականաբար Բրյուսելն է, որովհետև Հայաստանում նա խաբում է ձեզ եվրոպացիների աջակցությամբ, համաձայնությամբ, սատարմամբ, իսկ Բրյուսելում դա անել չի կարող։ Հաջորդ խոսակցությունը, որ նա տարավ այն մասին է, որ Հայաստանը ուզում է միանալ նաև, իդեպ ծրագրերի հետ կապված։ Ուրեմն Եվրոպական միությունը Global Gateway ծրագրի շրջանակներում, բացի 3 հայաստանյան պրոյեկտներից, որոնք արդեն ես ձեզ թվարկեցի, հիշեցնեմ դա Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածն է, Երևանում լոգիստիկ եւ մաքսային կենտրոն եւ Սյունիքում լոգիստիկ եւ մաքսային կենտրոն, իրականացնում է նաև տարածաշրջանային պրոյեկտ Վրաստանի եւ Ադրբեջանի համար, նաև որը կոչվում է Black Sea Connectivity Submarine Electricity Cable, այսինքն Մալուխի ծրագիրը Սևծովի հատակով, որը կապելու է ալտերնատիվ կանաչ էներգետիկայի արտադրող Հարավային Կովկասը Եվրոպական միության հետ, դա էներգիայի արտահանման համար է։ Այս ծրագրի մեջ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ միանալու այս ծրագրին, բայց ինչու դրա մասին շատ չի խոսվում, շատ պարզ պատճառով։ Հայաստանը միակ ատոմային նուկլեար երկիրն է մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում նկատի ունեն, Թուրքիան եւ Իրանը չհաշված, մեր ատոմակայանի վրա Նիկոլը կրկին գումար է խաղում գեոպոլիտիկ, գիտեք, որ իր գեոպոլիտիկ խաղերը, ավանտյուրաները տարածվում են նաև ատոմային էներգետիկայի ոլորտում եւ հիմա ձեզ փորձում են մանրից, այսպես ասած, համոզել, որ մեզի բմբուլ պետք չէ, մեզի մեծ էլեկտրոկայան պետք չէ, մենք տենց մինի ռեակտորներով, մոդուլային կայաններով յոլա կգնանք, այն դեպքում, որ ամբողջ աշխարհում ատոմային էներգետիկան ապրում է վերելք, որ անգամ նման IT գիգանտները, ինչպիսին են Google-ը, Amazon-ը եւ այլն, իրենց սեփական մինի ատոմային ռեակտորներն են կառուցում հիմա, որովհետեւ այդ database-երի, տեղեկատվական կենտրոնների էներգոսպառումը այնքան մեծ է, որ այո, այլևս ձեռք է տալիս ունենալ, ամեն ֆիրմա մեծ կարա ունենա իր փոքր մինի ռեակտորը, իսկ Նիկոլը այդ նույն կտերը տալիս է մեզ, որովհետև իրականում Հայաստանին պետք է, ես վստահ եմ դրանում, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տեսանկյունից մեզ պարզապես օդի ջրի պես
հարկավոր է իրական նորմալ մեծ ատոմակայան, ժամանակակից, նոր կառուցված եւ ոչ թե ֆինտիֆլուշկեք, տենց բանի տրամաբանության մեջ, այդ ոնց է կոչվում, դվիժոկի տրամաբանության մեջ ատոմակայան մեզ պետք չէ փոքր մոդուլային տանովի բերովի, մեզ պետք է նորմալ ատոմակայան, որպեսզի մենք մնանք էներգիայի արտահանող երկիր, որպեսզի մեր տնտեսությունը ապագայում ունենա էներգիայի սեփական աղբյուր եւ որպեսզի մեր էներգիայի ավելցուկը կարողանանք այս կաբելով, որ եվրոպացի կառուցում են Սև ծովի տակով, ստորջրյա կաբելով արտահանենք Եվրոպա։ Ադրբեջանը 2 միլիարդ եվրոյի եվրոպական ներդրում է ստանում կանաչ էներգետիկայի, այսպես ասած, էներգիայի արտահանման համար եւ դա ցավոք սրտի անելու է Արցախի զավթված տարածքներում ալտերնատիվ էներգետիկա զարգացնելու հաշվին, սա ուրիշ խոսակցություն է։ Այսինքն Ադրբեջանը Եվրոպայի հետ ավելի նպատակային ու լուրջ ծրագրեր է իրականացնում, իսկ Հայաստանը ունենալով վրացիների միջոցով եւ շնորհիվ այդ էլեկտրոէներգիան արտահանելու նոր կաբել, որը ստեղծվում է հիմա, հրաժարվում է իր երկրում ատոմային էներգետիկայի միջոցով էներգոարտադրության մեծ ծավալների հնարավորությունից եւ նորից կրկնեմ նոր ատոմակայանի կառուցումը վերածում է դվիժոկ առնելու տրամաբանությանը մի հատ փուճուր պերենոսկով աշխատող դվիժոկ, այսպես ասած, որը կրկին ազգային շահերի դավաճանություն է, որովհետեւ էներգակախյալ Հայաստանը երբեք չի եղել այս տարիների մեջ, ինչ ատոմակայանը վերագործարկվել է, այն 90-ականների սկիզբը հանած, Հայաստանը մշտապես եղել է էներգիա արտահանող երկիր, էլեկտրոէներգիա եւ այդ էլեկտրոէներգիայի արտահանման համար ունենալով հսկայական պոտենցիալ, նաեւ եվրոպական ենթակառուցվածքներ, մեր այսօրվա ռեժիմը նաեւ այդտեղ է մեզ տանելու հիմա էլ ոչ միայն գեոպոլիտիկ ստրկացման, այլ նաեւ էներգետիկ ստրկացման։ Այս մասին եւս Նիկոլ Փաշինյանը ասաց իր խոսքում զրո անդրադարձ կատարեց։ Եվ վերջինը նա հիշատակեց Եվրոպական միության Սևծովյան ռազմավարությանը Black Sea Strategy ռազմավարությանը միանալու իր ցանկության, իր հեռանկարի մասին։ Ես այդ Black Sea Strategy կարևոր փաստաթղթի մասին ունեմ հրատարակված հոդված դեռ կալանքի ժամանակ, կդնեմ այս վիդեոյի տակ, որպեսզի հիմա ամբողջ հոդվածը չպատմեմ, ասեմ, որ այդ Black Sea Strategy-ին միանալու հայաստանյան որևէ շարժ չկա։ Այդ հոդվածը կկարդաք, կտեսնեք, որ այդտեղ էլ Նիկոլ Փաշինյանը ձեզ մեզ բոլորիս խափում է եւ եվրոպացիներին հաջողանալու համար, որպեսզի կարողանա անխափան կեղծի ընտրությունները, որպեսզի կարողանա ավելացնի քաղաքական բանտարկյալների քանակը Հայաստանում, որպեսզի անպատիժ մնա ժողովրդավարական բազմաթիվ ճճացող խախտումների պարագայում, որպեսզի եվրոպական եւ արևմտյան աչքերը առհասարակ չտեսնելու տան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում այսօր Սամվել Կարապետյանի, սրբազանների, ազգային ժողովի падգամավորների, Արցախի եւ Հայաստանի զոհված մեր զինվորների, ծնողների եւ հարազատների, առհասարակ Նիկոլի դեմ խոսացող քաղաքացիների պարագայում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղալ խալխի խաղ, դրսի խաղ, դրսի շահ սպասարկել, որպեսզի կարողանա մեր երկրում պահպանի իր իշխանությունը։ Այս մասին բնականաբար շատ ենք խոսել, այդ թվում ես եւ էլի նոր փաստերի պարագայում կրկին այս հարցին կանդրադառնամ։ Եզրափակելով խոսույթս, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ցինիկ չեն եղել, ինչպես այսօր են, որովհետև ժամանակին 17 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանի օրոք եւ շնորհիվ նախապատրաստված եւ ստորագրված ՍԵՊԱ-ն, որը հիմքն է Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների, որտեղ կա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հայանպաստ, այն է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ամրագրող 27 երկրների խորհրդարաններում կներեք անգամ 28, որովհետև այդ ժամանակ նույնիսկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն էր վավերացրել այդ պայմանագիրը, այդ փաստաթուղթը կյանքի չի կոչվում, ոչ մի բաղադրիչով ժամկետում կյանքի չի կոչվում։ ՍԵՊԱ-ի մասին ասեմ, որ կատարողականը ՍԵՊԱ-ի այս պայդրությամբ ոչ թե ամբողջ ծավալի, այլ այն
տարիների, որ պետք է կատարվեր, այսինքն ոչ թե ամբողջի, այլ ինչ պետք կարվեր մինչև այս ընթացքը, ընդամենը 40% է։ Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ցինիկ չեն եղել, Հայաստանը երբեք այսքան կներեք բառից համար խուրդա պետություն չի եղել միջազգային ասպարեզում, այդ թվում եվրոպականում, եւ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր ժողովրդին այսքան չի նսեմացնել դնելով հեշի տեղ, այդ թվում միջազգային ամբիոններից։ Այսքանն եմ ուզում ձեզ հաղորդել, հարգելի հետևորդներ, հայրենակիցներ, խոստացած հղումները կդնեմ վիդեոյի տակ, եթե օգտակար եք համարում նման բովանդակային վերլուծությունները, զրույցները, հատկապես արտաքին քաղաքական իրադարձությունների պարագայում, խնդրում եմ հավանել եւ տարածել այս տեսանյութը, գրել ինձ եւ այս պոստի տակ իսկ ով չի կարող նաեւ անձնական նամակով, միացեք նաեւ Instagram-յան իմեջին, գնալով ցանցային տիրույթում եւ իմ հանրապետական մյուս ընկերների, գործընկերների ներկայությունը մեծանում է, եղեք մեզ հետ, եղեք տեղեկացված եւ մնացեք հայ։ Շնորհակալ եմ։